Բարդ Տիրոջ, ժողովուրդ ջան, շնորհակալ ենք Տիրոջից, որ իրոք մեզ պահել է, պաշտպանում է, մինչև իր գալուստը։ Մի թեմա կա, տենց սրտից դրված, ուզում եմ իրար հետ կիսվենք։ Ես վերջերս տենց մտածում եմ, ասում եմ առաջվա մարդիկ Ամանորից առաջ, նոր տարուց առաջ ինչ էին անում։ Իրանց սրտերը փափկում էր մարդկանց։ Սկսում էին ում հետ որ վիճված էին, հաշտվում էին։ Ում հետ որ խնդիր ունեին, այցելում էին, նոր տարուն իրար այցելում էին։ Բայց հիմիկվա մարդիկ այդ ձև չեն։ Ինչ անզեղջ սրտով, որ տարին սկսում են այդ ձև անզեղջ սրտով էլ շարունակում են։ Այդ նախատոնական, այդ պայմանները իրանց սրտի մեջ չկար, կլներ անհավատ, կլներ հոգևոր, թող Տերը օգնի, Տերը զորացնի, որ իրոք մենք որպես Քրիստոսի անուշ հոտ այդ բարությունը մեր մեջից բխի։ Ես այս վերջերս մտածում եմ ու գիտեք, շատ բաներ անհավատ մարդկանցից եմ սովորում։ Ոչ թե սովորում եմ, այլ հանդիմանվում եմ։ Որտև գրված է, մինչև ձեր արդարությունը փարիսեցիների, դպիրների արդարությունից չավելանա, երկնքի արքայություն չենք մտնի։ Ինչքան աշխարհիկ մարդիկ կան մեզանից բարի են։ Մենք այդ բանը չենք անի, բայց իրանք անում են այդ բանը։ Ես վերջերս միտեղ հացի հերթի ենք կանգնած ու մի անձնավորություն էլ էր կանգնած, մի երիտասարդ իմ տարիքի տղա էր կանգնած, իրա հերթը անդադ առաջ էր տալիս, հետ էր տալիս, ով գալիս էր իրանից առաջ էր տալիս, ինքը լուռ կանգնած էր, ու ես նայում էի այդ անձնավորության կյանքին, գիտեք, ասում եմ Տեր Աստված, հանայ, ինքը շատ լուռ էր, վերջում ես չհամբերեցի, ասեցի ախպեր ջան, ասի, բայց քու հերթն այնչի չես գնում առաջ, ասեց ես չեմ սիրում առաջ ընկնեմ, ասեց, թող իրանք առնեն գնան, իսկ մեր կյանքում լամյա թող մեր հերթից առաջ ընկնեն, ինչ ենք անում մենք շատ ժամանակ, աշխարհիկ մարդ էր, բայց կյանք էր բուրում իրա մեջից, այսօր հոգևոր մարդ ենք, բայց կարող է այդ վիճակը մեր կյանքի մեջ չլինի։ Եվ Սուրբ Հոգին մի օրինակ է տալիս, տեսեք Հիսուսի օրինակը։ Եսայի մարգարեն 42 գլխի մեջ ինչ ասում։ Սա Մեսիայի մասին է գրված, Հիսուսի մասին է գրած։ Մենք շատ ենք ասում, չէ, Հիսուսին նայենք, մեր հավատքի առաջնորդին, զորագլխին եւ կատարողին։ Հիսուսին նայելուց մարդը պիտի Հիսուսի պես աշխատի ապրի։ Մենք Հիսուսին ենք նայում, բայց ապրում ենք այն ձև, ոնց որ մենք ուզում ենք։ Երբ որ Սուրբ Գիրքը կարդում ենք, այստեղ հիշեցնեմ, ինչ է ասում Սուրբ Գիրքը։ Ասում է, եւ նա շրջում էր գյուղերն ու քաղաքները եւ քարոզում էր մարդկանց։ Ավետարանը ինքը նշանակում է բարի լուր, ավետից, բարի լուր։ Եվ բարի մարդը, Մատթեոս ավետարան 12:35-ի մեջ գրված է, բարի մարդը իրա բարի գանձերից է դուրս բերը, իսկ չար մարդը իրա չար գանձերից է դուրս բերը։ Եթե ես հոգևոր գանձերով լցված մարդ եմ, անհնար է իմ կյանքից բարությունը չբխի։ Գիտեք, աշխարհի հաղթությունը, ժողովուրդ ջան, որ դու ուզում ես աշխարհի մեջ հաղթող լինես, դու չես կարող մարդուն, այսօր այդ արդի է, գիտեք, մարդը մարդուն չարով որ հաղթում է, ասում է տեսար ինձ ձև իրան պատասխան տվեցի։ Բայց հոգևոր մարդիկ միշտ բարիով են հաղթել։ Գրված ասում է մի հաղթվիր չարից, այլ բարիով հաղթիր չարին։ Տեսեք ինչ է գրում Սուրբ Գիրքը։ Հիսուսի մասին ասա, Մեսիայի մասին է գրված 42 գլուխն է Եսային։
18 խոսքից. Ով խուլեր, լսեցեք, եւ ով կույրեր, նայեցեք, որ տեսնեք, ով է կույր, բացի իմ ծառան, եւ խուլ իմ ուղարկված դեսպանի պես, ով է կույր նիվերյալի պես, եւ կույր տիրոջ ծառայի պես։ Շատ բաներ է տեսել, բայց բան չի պահել, ականջները բաց են, բայց չի լսում, Տերը հավանեց նրան իր արդարության համար։ Շատ բաներ է տեսել, ասում, բայց բան չի պահել։ Գիտեք, Հիսուսը, երբ որ այս երկրի վրա շրջում էր, ինքը ամեն բան էլ տեսնում էր, իր աշակերտներն էլ էր ճանաչում ինքը, որտեղ գրված ասում է, ինքը գիտեր մարդու ներսիդին ինչ է կատարվում, բայց ինքը գիտենալով բան չէր պահում, գիտեք, աշակերտները չէին զգում այդ տարբերությունը, ով է Հուդան, ով է Պետրոսը, ով է Թովմասը, ով է Հովանեսը, նրա վերաբերմունքը այնքան հավասար էր իր աշակերտների նկատմամբ, որ ոչ մեկ չէր զգում այդ տարբերությունը, թե ով է իր կողքինը։ Բայց այսօր մեր հանդեպ մի փոքր մի բան են անեմ, մենք ինչ ենք անում։ Մեր սիրտը սկսում է ներքնաշխարհները սխառնվել։ Շատ բաներ է տեսել, ասում է, բայց բան չի պահել։ Ականջները բաց են, բայց չի լսում։ Տերը հավանեց, ասում է նրան իր արդարության համար։ Այսօր ինչքան բաներ, գիտեք, մենք շատ ժամանակ ավետարանը մեզ ոնց ձեռք է տալիս, այդ ձև ենք ուզում ընկալենք։ Ասում է իմինները ամեն բան կքննեն, չէ՞, բայց իրանք չեն քննվի ոչ մեկից։ Գիտես ինչը պետք է քննես դու, այսօր ինչը պետք է քննեմ ես։ Երբ որ պահակ բռնած ինձ մի մղոն են տանում, ես քննում եմ, ես հասկանում եմ, որ ինձ պահակ բռնած մի մղոն տանում են։ Ես այդքանը քննելով պետք է երկուսը գնամ։ Երբ որ ես քննում եմ, որ ինձ շահագործում են, շապիկս ուզում են, ես այդքան իմանալով բաշխոնս պիտի տամ։ Ասում է, շատ բաներ ա տեսել, ասում է, բայց բան չի պահել, որովհետև Տերը հավանեց նրան իր արդարության համար։ Գիտեք, հոգևոր մարդու կյանքի մեջ այդ ձև էլ կատարվում է։ Ես երբ որ կարդում ենք Սաղմոս 38-ում, տեսեք ինչ է գրած։ 38 Դավիթն էլ էր այդ ձև մտածում։ 11 խոսքից. Իմ սիրելիները ու ընկերները կանգնած են իմ խոցի դեմ, եւ իմ ազգականները կանգնած են հեռված, եւ իմ անձը խնդրողները որոգայթ են լարում, ինչ չար ուզողները անօրնություն են խոսում եւ ամեն օր նենգություն են հնարում, բայց ես խուլի պես չեմ լսում եւ համրի պես, որ իր բերանը չէ բացանում, եւ ես եղա ինչպես մի մարդ, որ չէ լսում, եւ նրա բերանում փաշ չկա, որտեվ ես քեզ եմ ապավինում, Տեր, դու պատասխան կտաս, ով Տեր իմ Աստված։ Հոգևոր մարդիկ իրանց բոլոր վճիրները հանձնում են Աստծուն։ Հոգևոր մարդիկ լուռ են մնում, հոգևոր մարդիկ տեսնում են, բայց չտեսնելու են տալիս, հոգևոր մարդիկ լսում են, բայց չլսելու են տալիս, և Տերը ասում է հավանեց նրան իր արդարության համար, աշկերը բաց էր Տիրոջ, ամեն բան նա տեսնում էր, և ստեղ Դավիթն ինչ ասում է, Տեր, դու պատասխան կտաս։ Գիտես, որ քեզ ինչ-որ մեկը մի չարություն անեմ, ինչ ես անում դու առաջի հերթին։ Առաջինը վիրավորվում է մարդ։ Առաջինը վիրավորվում է մարդ։ Հետո պատերազմում է, եթե հոգևոր մարդը։ Ինքն իր դեմ պատերազմում է։ Հետո ինչ անեմ։ Եթե հակառակորդի մտքին է տեղ տալիս, պարտվում է, բայց եթե Տիրոջ մտքին է տեղ տալիս, հաղթում է։ Ես երկու օրինակ պիտի բերեմ, դա իմ հետ է կատարվել, միտեղ Տերն է հաղթել, միտեղ էլ ես պարտվել եմ։ Մի օր մի մայրիկի հետ զրույց էի անում։ Այս մայրիկը, պատմել եմ էլի, այս մայրիկը ահավոր վիրավորեց ինձ էլ, իմ ընտանիքին էլ վիրավորեց։ Իմ ընտանիքին ասելով, որպես հոգևոր կպավել է, որ ասում են, աշխարհիկ մարդիկ շատ են ասում, այս հոգևորներն այս ձև են, այս ձև են, այս ձև են։ Ես ասի դու Աստված ասեցի, թողեցի դուրս եկա տեղից։
ու գնացի աղոթք արի, ասի Տեր Աստված, տեսեք, ստեղ Դավիթն ասում է դու պատասխան կտաս, Տեր, որտեվ ես քեզ եմ ապավինում։ Երբ որ գնացի աղոթք արեցի, ասի Տեր, քեզ եմ հանձնում, դու այդ ամեն ինչ արայի, այդ իրավիճակները դու պատասխան տու այդ մարդուն։ Գիտես, երբ որ դու ասում ես դու պատասխան տուր, բայց քո մտքի մեջ դու չգիտես Աստված ոնց պատասխան կտա, գիտես այդ մարդուն։ Դու չգիտես Աստված այդ իրավիճակը ինչ կբերի կհանգեցնի, որ Աստված այդ ձև բուժի մարդուն։ Մենք ուզում ենք Աստված մարդուն պատասխանի, որ մարդը իր վատ արարքը հասկանա, չէ՞, բայց մենք մեր սրտի ուզածով ենք շատ ժամանակ ուզում, որ այդ պատասխանը այդ մարդուն գա, բայց Աստված մեր խորհուրդների պես չի վարում։ Ասում է, որքան արևն է արևելքից հեռու, որքան երկինքը երկրից, այնքան հեռու են իմ խորհուրդները ձեր խորհուրդներից։ Եվ մի որոշ ժամանակ անցավ, քաղաք եմ գնում, այս մայրիկը վեշերով կանգնած է գյուղ է գալիս։ Խշմտանքս, ասում է, դե դու քաղաք ես գնում, ինքը գյուղ է գալիս։ Բայց երբ որ հասա տենց լուսարցակ կա, տեղ Սուրբ Հոգին ասես կանգնի։ Կանգնեցի, ասես դե շրջվի։ Շրջվեցի, ասես գնա իրան վերցրա, տա իրանց հայաթը միջացրա։ Հաջորդ օրը մեր բարեկամներից մեկի միջոցով ասես ես ամանչում եմ այդ տղերս ու նայեմ, իմ կողմից ներողություն կխնդրես։ Աշխարհին դու բարությունով պիտի հաղթես։ Դու աշխարհին չես կարա քոզած ձևով հաղթես, որպես հոգևոր մարդ։ Դու պիտի բարությունով հաղթես աշխարհին։ Եվ դա քեզանից չի կախված, երբ որ դու հանձնում ես Տիրոջը, Աստված գիտի ոնց հաշտեցնի այդ վիճակները։ Ես չէի կարա այդ կնոջը չարացած վիճակի մեջ ասեի, գիտես, դու սխալ ես, բայց երբ որ Աստված այդ ճանապարհները բերեմ հարթեմ, Աստված ամեն բան քաղցր անեմ, Աստված ամեն բան բարի անեմ, գիտեք։ Մենք շատ ժամանակ Աստծուց առաջ ենք ընկնում։ Շատ ժամանակ չենք սպասում Տերը պատասխանի։ Աստված այդ իրավիճակները բերի։ Մի դեպք պատմեմ։ Մի օր մի անձնավորության հետ տեղ ենք գնում։ Այս մարդը ինձ հանդիմանեց իմ սխալի համար։ Ես մինչև հիմա ընդունում եմ, որ ես սխալ եմ արել։ Լավ էլ հիշում եմ, ինքս տեղին էլ ասեց։ Մի 200 մետր չենք գնացել, ինչի համար որ ինքը ինձ հանդիմանեց, նույն բանի մեջ ինքը ընկավ։ Նույն բանի մեջ ինքը ընկավ։ Ես էլ իրան ասեցի, ասի տեսար, որ դու էլ դրա մեջ կաս։ Ինքը ինձ ասեց, քո սրտի մեջ բան մնաց, դրա համար դու ինձ տես պատասխան տվեցիր։ Ես գնացի աղոթք արեցի իրիկունը։ Անկեղծ աղոթք արեցի, ասի Տեր Աստված, դու տեսար, որ ես սրտանց ընդունեցի ինքը ինձ ինչ ասեց, բայց երբ որ ես ասեցի, ինքը ինձանից չընդունեց։ Եվ շատ պարզ Տերը խոսեց, այդ միտքը տվեց։ Ասես դու մտածում ես, թե պատահական էր այդ ամեն ինչը, որ ես թույլ տվեցի։ Բայց քանի որ դու խոսեցիր, ես լռեցի։ Բայց եթե դու լռեիր, ես կխոսեի։ Շատ ժամանակ մենք առաջ ենք ընկնում, ժողովուրդ ջան։ Չենք թողում Տերը գործի։ Չենք ուզում, որ Աստված փառավորվի, որովհետև ուզում ենք մեր ուզածով պատասխանը գա։ Թե բարի հետևանքը, թե լավ հետևանքը, դու ուզում ես քո ուզածով եղնի, բայց Աստված իր ուզածով է ուզում անի։ Դրա համար Տեր Հիսուսի օրինակը, ասում աչքերը բաց էր, բայց բան չէր պահում։ Ինչքան մարդիկ կան, որ դու հիմի քո սրտի մեջ չունես այդ մարդու հետ, ես չունեմ այդ մարդու հետ։ Այն ջերմությունը, որ դու այն մեկի հետ ունես, այն մեկի հետ չունես։ Ինչքան մարդ կա իմ կյանքիս մեջ։ Եվ Տեր այդ ամեն ինչ տեսնում է։ Շատ բաներ է տեսել, բայց բան չի պահել։ Ականջները բաց էին, բայց չէր լսում։ Տերը հավանեց նրան իր արդարության համար։ Թող Տերը օգնի, Տերը փառավորվի, որ իրոք այս նախատոնական շեմին, ով ում հետ ինչ խնդիր ունի, ինչ պրոբլեմ ունի, թող հանձնի Տիրոջը։ Ես գիտեմ, որ Աստված կարող է այդ ճանապարհները հարթի։ Երբ որ դու հանձնում ես Տիրոջը այդ ճանապարհները, Աստված կարող է հարթի այդ իրավիճակը, եւ քո կյանքի մեջ Աստված այնց իրավիճակներ է բերում, որ ոչ թե փառավորվում ես դու, այլ փառավորվում է Տերը։ Թող փառավորվի Տիրոջ անունը, ամեն։ Աղոթենք։